աղջկաս ծննդաբերությունից հետո վերկալան ազատեցին աշխատանքից։ Կերակրող մայրը վերջը մի ամս կանել չկար երեխեն, վերկալան ազատեցին։ Դատի տվինք, որ նա դեկրետում ոչ մեկը իրավունք չուներ ազատելու։ Փետրվարին դատինք տվեց, սեպտեմբերի քանիսին դատնա։ Որոշեցին, որ անձնագրային վարչության պետը ճիշտ ազատի աշխատանքից։ Էլ չեն էլ մեկնաբանում, թե օրինակ ոնց է էլի ճիշտ արել, վերջը մարդկանց լա դու գլխի գծի որ արա, դու սխալ ես, ինչ ես դատի տալի։ Գրեցինք մել վճռաբեկ, բողոքեց, վերջը գործը գնաց մել վճռաբեկ։ Վճռաբեկն էլ այս 2 ամիսա արդեն դատական լսումները կատարվել է, պատասխան չկա։ Չեն էլ լայախ չեն անում, պատասխանեն, որ օրինակ ճիշտ են արել կամ սխալ են արել, եթե սխալ են արել, մենք կվերականգնենք դատավճռով։ Վերջը ճիշտ են արել, ուրեմն դու բողոքելու էլ իրավունք չունես։ Հիմնավոր են էլի մարդուն, քաղաքացուն գլխի գծեն, որ ախպեր ջան, դու այսքան տեղը սխալ ես արել։ Տենց բան չկա, ոչ մեկին հաշվետու չի, ոչ մեկը։ Գրել ենք ամեն տեղ, ըստի եկել էր Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովի նախագահը, եկել էր գործարան, տարել էր արձերը, տարել էր դիմումը տվել, երեխեն էլ ձեռին, դիմումը տվել էր, ասել էր սենց ինձ ազատել են աշխատանքից, ես խնդրում եմ, լա պարզաբան եք, էլի ասեք պարզաբան են, ինչի մայն ինձ հեռացրել աշխատանքից ազատել։ Վերջը, մի 10 օր հետո զանգեցինք աշխատակազմի ղեկավար, ինչ որ Աշխեն Կարնդի, պատասխանողը դա էր, ազգանունն էլ չասավ, նույնիսկ, հա, լավ Աշխեն, բայց ձեր ազգանունը ինչ պաշտոնի եք բան, թե ազգային ժողովի աշխատակազմում ենք։ Հետո, թե բա, մինենց այդ դիմումի ետևից ընկած այնքան բան եք անում, մարդը պատռելա դենգձ է, ինչ եք ուզում, ասես ինչ ես խոսում, ոնց ազգային ժողովի նախագահ, դու ասի մտածում ես ինչ ես խոսում, հենց տենց էլ պատասխանել է, ասում մարդը էլի դիմումը պատռելա դենգձ է, ինչ եք ուզում, ասի խարապ չես աղջիկ ջան, ազգային ժողովի նախագահին ասի դու վարկաբեկում ես, դու գլխի ես անում ինչ ես խոսում, ոնց քաղաքացու դիմումը պատռելա դենգձ է, արդեն տակն արավ երևի թե ինչա, հա մի ասենք թե պատռելա, ինչ պետք է անենք։ Ոչ մի բան էլ չպետք է անենք, որ նա պատռի դենգձի մենք ինչ պետք է անենք։ Այս երկրի ղեկավարներն իրանք են։ Ստեփանավան էր Կիրովական էր, Ստեփանավան էին հարգել, ընդ ինչ որ մեկը դեկրետում էր, ղրկել էին ընդի, հետո ինքը որ դեկրետ գնաց, Վիկալան իրան հրամանտվին ազատեցին։ Ես ինչքան կարդացել եմ սովետական միության օրոքել, հմիկվա օրենքներն էլ բան, ոչ մեկը իրավունք չունի դեկրետում կին արմատին դեկրետում ազատելու։